Հարգելի գործընկերներ, սկսվում է ավականի 7-րդ նստաշրջանի 6-րդ հերթական նիստը, նիստ անցկացնելու համար խնդրում եմ նաև Սպասեցյանի շարունակի։ Հարգելի գործընկերներ, օրակարգի հետ կապված առարկություններ, առաջարկություններ, հարցեր եթե չկան, խնդրում եմ հաստատեք օրակարգը, ովքեր են կողմ։ Առաջի որոշման նախագիծն եմ ներկայացնում ձեր քննարկմանը, Զեկուցի Կաշինվարի հետ Գարեն Մխիթարյան։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացնում Ճամբարակ համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատական և գործոնական նշանակությունը փոխելու մասին, հետագայում Գերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ուղարկելու նպատակով։ Հարցեր զեկուցողին եթե չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, հաջորդ նախագիծն եմ ներկայացնում ձեր քննարկմանը, Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողերի հաջորդ վաճառքի և արձակալության մրցույթի մասին։ Նախապես տեղեկացնելով նաև տեղեկացված լինելով ամբողջ փաստաթուղթը ներկայացնելով նաև խնայում ձեր ժամանակը, ներկայացված են ինչպես վերնագրում նշեցինք, աճուրդի և վարձակալության ենթակա հողամասեր, որը ձեր քննարկմանն եք ներկայացնում մեկ նախագծով։ Եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ, եթե ոչ, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 53 նախագիծն եմ ներկայացնում ձեր քննարկման հարգելի գործընկերներ, Ճամբարակ համայնքի գետիկ բնակավայրում անվանակոչել նոր փողոց, 4-րդ փողոց առաջին դեպքանց անվանումով, ինչպես նաև այգուտ բնակավայրում անվանակոչել նոր փողոց 5-րդ փողոց անվանումով։ Նման անվանակոչման կարիք առաջացել է բնակավայրերում բնակելի տների, ինչպես նաև Ճամբարակում բնակելի տների հասցեավորման հետ կապված խնդիրներ և կարիք է առաջացել նոր փողոցներ իհայտ բերել, քանի որ հատակագծի հասցեավորման և էլեկտրոնային քարտեզներում առանց ավելացումների հնարավոր չէ նշված բնակավայրերում հասցեներ գրանցել։ Խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծով Ճամբարակ համայնքի ավականը 2025 թվականի դեկտեմբերի 25-ի 101 կարգավորման մեջ լրացում փոփոխություն կատարելու մասին։ Դա ձեր կողմից ընդունված Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի դրույքաչափեր և աստիճանացուցակը հաստատելու մասին որոշումն է, որտեղ կարիք է առաջացել փոփոխության, ըստ էության ԽԿԱԿ ԶԱԳՍ ծառայությունը այլևս համայնքային ծառայություն չի և համարվելով քաղաքացիական ծառայություն ենթարկվում է արտադրության նախարարության, արդեն համայնքի ծառայացված է և աստիճանացուցակից այդ մեկ հաստիքը արդեն դուրս է գալիս։ Եվ երկրորդ փոփոխությունը նույնպես այդ հավելվածում ընդունված է եղել իրավախորհրդատու հաստիքը, որը չի օգտագործվել և առաջիկայում նպատակահարմարել չի օգտագործելը, դա ենք հանել ընդհանուր այդ ցուցակից։ Չկա, ԶԱԳՍ-ը այլևս ԿՔԳ-ը մեր մոտ չկա, մեր հաստիքացուցակներում չկա։ Դա արդեն մնում է գլխավոր մասնագետ, առանց ԶԱԳՍ-ի։ Էլ արդեն ԶԱԳՍ-ի, արդեն մեր սովորական հաստիքատում։ Պաշտպանի ազնագիրը տվյալ դեպքում փոփոխվել է և ինքը ԶԱԳՍ-ի աշխատող չի համարվում։ Չէ, ունենք ուղղակի համայնքային ենթակայություն։ Նույն ձևի գործառույթներ է իրականացնում։ Նախկինում պետությունը պատվիրակել է համայնքներին, հիմա այդ պատվիրակած լիազորությունը հանել է։ Չէ, ես այդ հասկացա, այդ եկավ համայնք հետո հիմա հիմա ես ելում եմ ասել, բայց սա ինչ է, ես մենք տալի ես աշխատավարձը, դեմ ենք համայնքի տվյալ հաստիքում այլևս տվյալ
Տվյալ հաստիքում այս բանին աշխատող չկա։ Այդ հաստիքը թափուտ հաստիկ է գոյանալու եւ համարվելու է միայն մրցույթի միջոցով, բայց ոչ ԶԱԳՍ-ի արդեն։ Եվ այդ 275,000 դրույքաչափը դա համաշխատակազմի գլխավոր մասնագետների ընդհանուր բոլորի դրույքաչափն է հավասարեցված։ Հիմա եթե ձեր ընդունելուց հետո այս հաստիքը թափուտ հաստիկ որպես մնալու է եւ համալրվում է միայն մրցույթների միջոցով։ Բայց արդեն ԶԱԳՍ չէ, դա սովորական գլխավոր մասնագետ, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։ Մյուս կետով էլ ԶԱԳՍ-ը կա, ԶԱԳՍ-ը չի փակվում։ ԶԱԳՍ-ը չի փակվում, ԶԱԳՍ-ը նույն վայրում, նույն ձևով աշխատում է, նույն ձևով հակառակորդներին սպասարկում է։ Ենթակայություն է, հիմա ուղղակի ինքը այն ժամանակ արտադրության նախարարությունը լիազորում էր համայնքների, պատվիրակում էր։ Հիմա այդ պատվիրակված լիազորություն հանել են եւ անմիջական արտադրության նախարարության գործառույթ։ Չէ, այն ժամանակ էլ համայնքապետարան չէր վարձատրում, իրան վարձատրում են։ Հիմա սենց կարճ ասած, ԶԱԳՍ-ի հաստիքը համայնքապետարանի հաստիքահաշակներից կրճատվել է։ Այլևս ԶԱԳՍ ԿԿԱԿ մասնագետ չկա, պաշտպանել։ Ես թափուտ հաստիքի, եթե ես դիմել եմ, ես եմ օրինակ, մրցույթ արտադրության նախարարություն։ Դա արդեն համայնքապետարան իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ է։ Այլ հարցեր, եթե չկան, խնդրում եմ քվեարկել, ովքեր են գող, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծով, ինչպես մեր աշխատանքային պրակտիկայում գրեթե բոլոր նիստերում ընդունել ենք, սոցիալապես անապահով ընտանիքների ժամկետանց պարտավորությունները հարկային մայր գումարի վճարման դեպքում ուրիշ տուգանքները արտոնելու մասին են։ Տվյալ դեպքում ցանկում ներկայացված են 3 բնակիչ, որոնք իրենց մայր գումարի պարտավորությունը կատարել են։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Մեր օրակարգի վերջին հարցն է ներկայացնում ձեր քննարկմանը, հաստատման ավելի ճիշտ, հարգելի գործընկերներ, այս նիստով մենք ավարտում ենք տվյալ նստաշրջանը եւ հուլիս-օգոստոս ամիսներին ավականու հերթական նիստեր նախատեսված չէ։ Հաջորդ հերթական արդեն 8-րդ նստաշրջանի առաջին նիստը ձեր առաջարկում ենք անցկացնել սեպտեմբերի 16-ին ժամը 16-ին։ Տասնվեց հետ բռնացրել ենք։ Այլ առաջարկություններ եթե չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են գող, դեմ չկա։ Դասերի հետ չի խանգարի ձեր։ Դասերի հետ։ Ձմեր սեպտեմբերին է։ Դե չամեն անգամ նույն ժամը ոչի փոխում ենք։ Ձեր դուք եք որոշել։ Փոխենք 15:00-ին։ Դե ուրեմն 15:00։ Տվյալ դեպքում ուրեմն սեպտեմբերի 16-ին ժամը 15-ին։ Կամ փոխենք սեպտեմբերի 15-ին ժամը 15-ին։ Դե արդեն 15:00-ն առաջարկություն ընդունվեց, այլ առաջարկություններ եթե չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են գող, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հարգելի գործընկերներ, սա մեր օրակարգի վերջին հարցն էր, մեր նիստը ավարտվեց, շնորհակալություն։